Երեկվա հանրային հեռուստաընկերության եթերում տեղի ունեցած բանավեճը բացահայտեց ևս մի քանի ուժերի, որոնք ոչնչով չեն տարբերվում պատերազմի եռագլուխ կուսակցությունից եւ նրանց հետ հավասարը հավասարի պես, նույն ջանասիրությամբ կամ միգուցե ավելի շատ, տարածում են կեղծ թեզեր 300,000 ադրբեջանցիների վերադարձի մասին եւ ըստ էության ահաբեկում են, դիվերսիա են իրականացնում Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի դեմ։ Հայ ազգային կոնգրեսը, Ազգային ժողովրդավարական Բևեռ կոչվող կուսակցությունը եւ Լուսավոր Հայաստան կուսակցությունը այս բանավեճի ընթացքում հավասարը հավասարի պես Կալուգացի օլիգարխի ներկայացուցչի նման, Քոչարյան Ռոբերտի ներկայացուցչի նման տարածում էին այս կեղծ թեզը եւ ըստ էության միմյանց հետ պասերով խաղում էին։ Չէր զիջում նրանց նաեւ Թաթոյանի ներկայացուցիչը, Սերժի Թաթոյանի ներկայացուցիչը, ուղղակի նրան երևի ժամանակը չհերիքեց, որ բավարար կերպով տարածի այս թեզը, բայց այսօր էլ բանավեճ կա, կարծում եմ այսօր էլի կերպարներ այս իմաստով կբացահայտվեն եւ ուրեմն պատերազմի եռագլուխ կուսակցությունն ունի իրեն սպասարկող ավելի փոքր եռագլուխներ, որոնք ոչնչով ըստ էության չեն տարբերվում եւ չափազանց կարեւոր է հունիսի 7-ից առաջ ֆիքսել այս մարդկանց, ֆիքսել այս կուսակցություններին, որոնք իրենց անունների կողքը կպցրել են Հայաստան անունը, ազգային անունը, սակայն իրականացնում են ապազգային հակահայաստանյան գործունեություն եւ ուղղորդվում են ակնհայտորեն դրսի ուժերի կողմից եւ ոչնչով չեն տարբերվում պատերազմի եռագլուխ կուսակցությունից։ Ուշադիր եղեք, սիրելի հայրենակիցներ, եւ զրո ձայն տվեք բոլոր այն ուժերին, որոնք փորձում են դրսից ուղարկված թեզերով ահաբեկել, կեղծ տեղեկատվության միջոցով վախեցնելով ձեզ ձայներ ստանալ։ Նրանք այս ընտրություններում պետք է ստանան զրո ձայն եւ գործակալական ցանցը Հայաստանի Հանրապետությունում պետքա վերջնականապես վերանա։ Բարելույս, սիրելի ժողովուրդ, շնորհավորում եմ բոլորիս, հաղթեց խաղաղությունը, հաղթեց ժողովրդավարությունը, հաղթեցին մեր երեխաները։ Այո, ցավոք, որոշ շրջանակներ տրվեցին գեղձիքին եւ փողի գայթակղությանը, եւ մեր առաջիկա անելիքներից, կարևորագույն անելիքներից է մաքրել այս երևույթները հայաստանյան քաղաքական դաշտից։ Բոլոր ընտրակաշառատուները մինչև վերջ հայտնաբերվելու են եւ փտելու են բանտում։ Իսկ Հայաստանի Հանրապետությունը ձեր տված մանդատի շնորհիվ շարունակելու է անշեղորեն շարժվել խաղաղության օրակարգով, անշեղորեն շարժվել զարգացման օրակարգով, սիրելի ժողովուրդ։ Շնորհավորում եմ բոլորիս հաղթանակի կապակցությամբ։ Ուրեմն այս անգրագետ եռագլխիկները նման կեղծ վիդեոներ են պատրաստում արհեստական ինտելեկտով։ Ես նույնպես միանում եմ երիտասարդների չելենջին, 2026-ին մերժում եմ 16-ին։ Մենք նույնպես միանում ենք երիտասարդական չելենջին։ Ես նույնպես միանում եմ երիտասարդների չելենջին, 2026-ին մերժում ենք 16-ին։ Ես նույնպես միանում եմ երիտասարդների չելենջին։ Ու այս մերժվածները սրանով ուզում են ինչ-որ մարդկանց խմբի մոլորեցնել։ Ներողություն այս ախմախ վիդեոներով, որ ակնհայտ արհեստական ինտելեկտով է պատրաստված։ Այս գումարները, որ դուք ծախսում եք նման անիմաստ տեղեկատվություններ գեներացնելու, կեղծ տեղեկատվություններ տարածելու վրա, ավելի լավ է ծախսեք, գնացեք գոնե հայերեն գրել կարդալ սովորեք։ Մի բան գոնե կիմանաք այս կյանքում։